Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձև եւ բովանդակություն են ստանում։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի կառավարական աղբյուրների, իշխանությունը համակարգված ձևով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ եւ անհրաժեշտության դեպքում ներսից դեմ դուրս գալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Նույն աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի լոյալությանը եւ քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսատ ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձևաչափով բարձրացնել նաեւ կաթողիկոսի թեման։ Սակայն որպեսի գործընթացը արտաքինից երևա օրինական եւ տրամաբանական, առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգեվորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգեվորականներ արդեն հայտնվել են այս թիրախում եւ ինչպես վստահեցնում են Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել նրանց ծառայությունը հասցնելու օրակարգով։ Ժողովուրդ օրաթերթը շարունակելու է հետևել այս գործընթացներին արձանագրելով, թե ինչպես է պետական իշխանության եւ եկեղեցու լարված հարաբերությունը քայլ առ քայլ տեղափոխվում գաղտնի բանակցություններից դեպի բաց ներեկեղեցական ճգնաժամի վտանգի։